ունենք այն ինչ ունենք։ Բարձր դատարան ամփոփելով խոսքս։ Այո, ունենք համոզմունք, որ այս ընտրությունները հակասել են Սահմանադրության 7-րդ հոդվածին։ Ընտրախախտումների համակցությունը հենց այդպիսինն է։ Ներկայացրել ենք դրանք մեր դիմումում, ներկայացրել ենք նաև կից ներկայացված տվյալներով։ Ներկայացրել ենք նաև այնպիսի հանգամանքներ, որոնք մեղմ ասած մտահոգիչ են։ Եվ դրանց մի մասի վերաբերյալ կարծում եմ, որ դեռևս բարձր դատարանը անդրադարձ կկատարի այն հանգամանքին, թե համեմատական տեսանկյունից 2025 թվականի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ֆինանսական ծախսային բաղադրիչի մասով եւ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ինչպիսի իրավիճակ է եղել, որովհետեւ նշվածը որպես պնդում նաեւ վարչական ռեսուրսի չարաշահման իմաստով առավել քան կարծում ենք կարեւոր է, նաեւ գործի քննության արդյունավետությունից ելնելով։ Հետևաբար բարձր դատարան այս պայմաններում առկա են բոլոր հիմքերը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի 259A որոշումը անվավեր ճանաչվի եւ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները։ Կամ մեր կողմից դիմումում ձևակերպել է հետեւյալ կերպ. անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները եւ սահմանվի մանդատների պաշտման նոր կարգ, կամ բարձր դատարան նշանակվեն ընտրությունների երկրորդ փուլ։ Գտնում ենք, որ բոլոր այս հնարավոր տարբերակները, որը նախատեսված է բարձր դատարանի համար, կարող են այս գործի շրջանակներում իրացվել։ Իսկապես այդ առումով էլ իրավիճակը բացառիկ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Միասնության թևեր կուսակցություն ներկայացին խնդրում եմ մոտենալ խոսափողին եւ հանդես գալ բացման բացատրություններ տալ։